Գասպարյան, ինչպես գիտենք, կառավարությունը մինչև 2026 թվականը հանրապետությունով մեկ 500 մանկապարտեզ, 300 դպրոց է կառուցելու։ Չնայած իր այդ խոստումների ծրագրերի, տեսնում ենք, որ Գյումրի քաղաքում դեռևս տնակային մանկապարտեզ կա։ Ձեր խմբակցությունը ձեռնամուխ է եղել ուսումնասիրություններ կատարել, գույքագրել մանկապարտեզներում խնդիրները, քանի մանկապարտեզում եք եղել, ինչ խնդիրներ եք տեսնում, հասցրել այդ։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Տեսեք, մենք արդեն ավարտում ենք մանկապարտեզներում, մենք ուղղակի ասում ենք ճանաչողական այցերի այդ շրջափուլը, որովհետև մեզ մնացել է համայնքային եւս 2 մանկապարտեզում լինենք եւ արդեն ամբողջապես կամփոփենք գործընթացը։ Այս ընթացքում բավականին խիտ գրաֆիկով անգամ ամռան արձակուրդ չենք եղել, փորձել ենք հնարավորինս այցերը շատացնենք, որովհետև իրականում խնդիրները շատ են այս ոլորտում, մանկապարտեզային տնտեսություններում ահռելի շատ խնդիրներ կան կուտակված, ցավոք պիտի նշենք, որ տարիներով կուտակված խնդիրներ են, որովհետև 1 ամսվա, 6 ամսվա կամ 1 տարվա խնդիրներ չեն, խնդիրներ, որոնք իրականում արտաքինից չի երևում, բայց երբ ներս եք մտնում, այսինքն արտաքինից շատ լավ, ամուր, պինդ, քարաշեն կառույց է, բայց մտնում ենք եւ խմբասենյակներում կամ սանհանգույցներում տեսնում ենք այն իրավիճակը, որոնք փորձում ենք հրապարակել, երբեմն շատ ավելի էմոցիոնալ կադրեր փորձում ենք չհրապարակել, որովհետև գիտենք, որ ամեն դեպքում մանկապարտեզների թեման չափազանց էմոցիոնալ թեմա է հասարակության մեջ, որովհետև չկա ընտանիք, որտեղ մանկահասակ երեխա չլինի, ով մանկապարտեզ չի հաճախում, այսինքն այդ սեգմենտը բավականին մեծ է եւ երբեմն մենք նաեւ այդ հոգեբանական կողմն ենք փորձում շատ չսրացնել, բայց այսինքն այն ինչ հրապարակում ենք դեռ ոչ ամբողջական է, բայց այնուամենայնիվ պիտի անդրադառնամ կառավարության 500 մանկապարտեզների եւ 300 դպրոցների նախագծին։ Տեսեք, եթե մեր քաղաքը խմբակցությունը, մեր քաղաքականությունի ղեկավար Մարտուն Գրիգորյանի այսպես հորդորով եւ առաջարկով չսկսեր այդ ճանաչողական այցերը եւ մենք ինքներս դեմքով կագնեինք ու դեմ առ դեմ մեր խնդիրներին եւ հետայացք չգցեինք, բացեինք ծրագրերը ուսումնասիրեինք, դուք լրատվամիջոցներից սկսեցիք հետաքրքրվել, բացել այդ 500 մանկապարտեզների աշխարհագրորեն հասցեները նայել եւ պարզեցին, որ 500-ի մեջ ցավոք Գյումրին ես պիտի նշեմ, կարծեմ 2 մանկապարտեզ են ներառված, իսկ այն պարտեզները, որոնց մասին մենք աղաղակում ենք, մասնավորապես այն հայտնի թրենդային տնակային մանկապարտեզը, որի մասին արդեն 2 ամիս մեր բարձրաձայնմամբ թեման բավականին ակտուալ է դարձել, ցավոք զարմանալի որևէ տրամաբանական աղերս չգտնելով չեմ գտնում այդ մանկապարտեզի անունը 500 կառուցվող մանկապարտեզների մեջ, բայց սա հոգ չէ, որովհետև ամեն դեպքում ասում եմ ինչև պիտի ժողովրդական ասացվածքով շարունակեմ խոսքս, երեխան չաղմկի մայրը չի իմանա, որ երեխան սոված է, հին ժողովրդական խոսքերը շատ ավելի ազդեցիկ են, այս դեպքում մենք համայնքը սկսել է խոսել այդ մասին, խմբակցությունը խոսում է այդ մասին, ինձ թվում է արդեն մյուս խմբակցությունները կմիանան, ես արդեն նկատում եմ սոցիալական մեդիայում այլ խմբակցություններ եւս գրում են, որ Գյումրու մանկապարտեզներում խնդիրներ կան եւ այլն, եւ մեր խնդիրը այն է, որ ոչ միայն Ծիածան մանկապարտեզի, որը Արցախ թաղամասում գործող տնակային մանկապարտեզն, այլ առհասարակ Գյումրիում գործող անգամ շենքային պայմաններում լրջագույն խնդիրներ ունեցող մանկապարտեզների ֆինանսավորման կամ ուշադրություն դարձնելու այդ հարցը կդարձնենք իրապես երկրում թրենդային հարցերից մեկը, որ բոլորը վերջապես ընդունեն եւ ընկալեն եւ հասկանան, որ իրապես մենք կարող ենք անգամ այդ 500 մանկապարտեզների ցանկի մեջ խմբագրումներ անել, թող լինի 515 կամ 520, շատ ավելի լավ, շատ ավելի գովելի կլինի, որ ներառվեն նաեւ Գյումրու մանկապարտեզները, որոնք հոգացության նորոգման, հիմնանորոգման կարիք ունեն։ Ձեր բարձրաձայնումների արդյունքում մենք վերջին հավականանիստին տեսանք, որ 15 միլիոն նոր հատկացվեց մեկ մանկապարտեզի գծի հետ թաղամասում, էլի ձեր բացատրած խնդիրների արդյունքում քաղաքային բյուջեի միջոցներով ինչ է կարծում, հնարավոր է որոշակիորեն լուծել։
Հարգելի Աննայ, շատ շնորհակալ եմ այդ հարցին անդրադառնալու համար, որովհետև խնդիրը դեռևս բարձրաձայնվել է, այսինքն առաջարկվել է մեր կողմից այս պահին մեր խմբակցությունը ակտիվ փաստաթղթային այդպես գրությունների այդ փուլում է, բանակցությունների փուլում է, որ մենք կարողանանք դա իրապես, որովհետև որևէ բան այդպես հեշտությամբ տեղի չի ունենում, շատ երկարատև հետնաբերում որ չի երևում կամ մենք շատ դեպքերում համեստություն ենք անում, չենք խոսում, բայց ամեն մի հաջողված գործի հետևում, երբ որ կարողանում ենք հարցը հնչեցնել կամ գրությունների միջոցով աշխատանք տանել, դրանից հետո եւս էլի շատ հետաքրքիր աշխատանք է զարգանում համագործակցության, բանակցելու, ամենակարևորը բանակցելու, ապացուցելու, որ դրա անհրաժեշտությունը կա։ Տեսեք, 15 միլիոնը մեր քաղաքի խմբակցության կողմից առաջարկվել է դեռևս, որ ամեն դեպքում քաղաքը պատրաստ էր 15 միլիոն տալու միջոցառումներ իրականացնելու համար եւ ներկա գտնված բոլոր խմբակցությունները պատրաստ էին կողմ քվեարկելու, մենք եւս եւ բոլորն ուզում էին, որ այդ 15 միլիոնը ծախսվի եւ ունենանք տոն։ Տոնի թեման չխորացնեմ, շատ լավ գիտեք, որ գտնվել է բարերարը կհոգա այդ ծախսը շատ ավելի լավ։ Մենք բնականաբար շատ քիչ բյուջեով, սուղ բյուջեով քաղաք ենք, ուստի պետք է շատ լավ տնտեսավարում կարողանանք կազմակերպել եւ հիմա պիտի իրապես հասկանանք, որ այդ 15 միլիոնը ուղղորդել դեպի հենց այդ եւ ինչու է երկաթգծի բանավանի էիթիա, հա, մանկապարտեզին ուղղվել, որովհետև կոնկրետ հենց այդ գումարի չափով հնարավոր է այնտեղի արկա այս պահին արկա խնդիրները, խոհանոցում կան լուրջ խնդիրներ, սանհանգույցներ ունեն խնդիրներ, տանիքն է արևային ամենուր եւ ամենտեղ արևային համակարգը տեղադրվել է շատ փնթի ձևով եւ բոլոր մանկապարտեզների տանիքները վնասված են, այսինքն մի բան օգնելու փոխարեն մի բան էլ վնասել եւ եւս մեկ կարեւոր խնդիր ենք ստեղծել։ Այդ շարունակեմ այդ մանկապարտեզի խնդիրներից ցանկապատը հիշում եք թափառող շների սկանդալային պատմությունը, որ երեխաները չեն կարողանում մտնել պարտեզ եւ ցանկապատը նորոգման, զոդման, չգիտեմ, նոր ցանկապատով պատելու կարիք կա, այսինքն հենց 15 միլիոնով մենք կարողանանք մեկ շատ լավ լուսավոր, մաքուր, կոկիկ եւ ապահով, դա շատ կարեւոր, այսպես ասած, եզրույթ է, որ շեշտենք, ապահով մանկապարտեզ ունենալ։ Տիկին Կասպարյան, ավագանու նիստերի ժամանակ ես նկատել եմ մի այսպիսի բան, բյուջեից մեր ճիշտ է ասում ենք սուղ է, միջոցները քիչ են, հատկացումներ է կնեն ինչ-որ անհասկանալի հիմնադրամների, ինչ-որ նախագծերի, հնարավոր չէ այդպիսի ծախսերը կրճատել եւ լուծել այս առաջնահերթություն պահանջող հարցերը։ Էլի շնորհակալ եմ հարցի համար, որովհետև բովանդակային հարց եք հնչեցնում։ Եթե դուք հետևում եք մինչև լիագումար նիստի, հա, այսպես ասած, նիստից առաջ հանձնաժողովների աշխատանքներ ենք տանում, իրականացնում եւ ասեմ, որ այս ավականու ստեղծումից ի վեր, ինչ ձևավորվել է այս ավականին, մենք արդեն փորձառություն ունենք, լուրջ փորձառություն ունենք, հենց ձեր ասած այդ անհասկանալի ծախսերով կամ անհասկանալի դիմումներով գրությունների հիմքի վրա վերված նախագծերը մերժել կամ հանձնաժողովներում շատ մերժողական քաղաքականություն վարելով տեղում համայնքապետը երկու նախագծերը հանել է, ես պիտի հիշեցնեմ նաև այդ արտահայտությունը, որ անձամբ ինքս եմ հնչեցրել հանձնաժողովների նիստերի ժամանակ, որ բավական է լուրջ վերաբերվեք համայնքի բյուջեին եւ որտեղից որ քաղաքներից ու մարզերից ասես գրություններ են ուղղում Գյումրու համայնքապետարանից Գյումրու սուղ բյուջեից գումարներ տրամադրելու այդ դիմումները ինչ որ նախագիծ են սարքում եւ բերում են հանձնաժողովներ, հետո դրանք այդպես նույն խնամքով բերվում են նիստերի, մեր բյուջեն առհասարակ համայնքապետարանը բարեգործական կազմակերպություն չի եւ այդ հիմքով նախավերջին նիստին վերջին հերթականներ, բայց դրանից հետո արտահերթ նիստ տեղի ունեցավ, բերվել էին պոեզիայի երեկոյի իրականացման համար 1 միլիոն 200 հազար, հետո այդ թիվը կրճատվեց 700, որ վիճարկում էր թիվը, բայց թիվը էական չի, լինի 1 միլիոն 200 հազար թե 700 հազար, հարցի էությունը դրա մեջ չի փոխվում եւ եւս էլի ջրաներկի փառատոն, որ էլի ներկայացնում էին, որ չափազանց տուրիստական հոսքեր եւ այլն, անձամբ ինքս շատ ակամայից ոչ թե փառատոններ ինձ գրավել կամ կանչել, այլ ուղղակի կիրակնօրյա զբոսանքի էի քաղաքում եւ տեսա, որ ընդամենը 30-40 հոգի են այդ փառատոնի շուրջ հավաքված եւ այլն։ Ամեն դեպքում բոլոր խմբակցությունները միահամուռ հանձնաժողովներում խոսեցին ու շարունակեցին այդ թեզը, ինչի համար շնորհակալ եմ, որ մյուս խմբակցությունները եւս նույն կերպ էին մտածում եւ հարցերը տեղում հանվեցին։
Տիկին Կասպարյան, հասկանալի է, որ մեր համայնքի բյուջեն շատ սուղ միջոցներ ունի, ի վիճակի չենք լինի մանկապարտեզների հարցը ամբողջությամբ լուծելու, ինչպես եք պատրաստվում այս հարցը արդեն կառավարության մակարդակ հասցնելու։ Շատ բարի, իրականում շատ հետաքրքիր բան եք ասում, որ այո, մենք բոլորս ընկալում ենք եւ շատ լավ գիտենք, հիմա առավելապես աշխատում ենք համայնքային բյուջեի ծավալների հետ եւ շատ լավ գիտենք, որ համայնքային բյուջեն ի վիճակի չէ այս պայծրությամբ դեռ մեկ ոլորտն ենք նախանշում մանկապարտեզների խնդիրը հիմնովին լուծելու։ Լավ, ընդունում ենք, համայնքը ի վիճակի չէ, հետո ինչ ենք անելու։ Շարունակելու ենք թողնել, որ երեխաները շարունակեն գնել մանկապարտեզ ծմակ, խոնավ, բորբոսնած պատերի մեջ, առանց նորմալ սանհանգությային պայմանների, ծակ տանիքի, չգիտեմ, ոչ բարվոք հատակով մանկապարտեզներում ինչ ենք անելու։ Վերջապես պետք է այս ամենը իրապես դեմքով կենտրոնական իշխանություն շրջվի դեպի Գյումրու խնդիրները, դեպի Գյումրու մանկապարտեզների խնդիրները եւ նախ եւ առաջ հարգի գյումրեցիների ընտրությունը, որովհետեւ գյումրեցիներն այսպիսի ընտրություն են կատարել։